տեսեք դուք ինձնից շատ գիտեք, ես անգամ դա էլ չգիտեի։ Ժորժ ջան, մի հատ բան ասեմ, էլի 2019 թվականից հանրային տարբեր պաշտոններ եմ զբաղեցնում, երևի 10 անգամից ավել եղել է տարբեր ընթացող քրեական գործեր, իրավապահների գործողություններ, հարցեր են տվել, միշտ պատասխանս նույնն է եղել ու չեմ կարծում, որ երբևէ փոխվի։ Ընթացքում քննության գտնվող գործը ենթադրում եմ, որ ինչ-որ գործողություն է կատարվել ու մարդկանց անմեղության կանխաբարկացնել հորդորում եմ չխախտել, որտեղ անձը համարվում է մեղավոր, երբ որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Երևի այսքան է, ավել բան չասեմ։ Ու որ ասում եք ավելի մանրամասնեք, պետք է իմանամ ինչ-որ բան, որ մանրամասնեմ կամ չմանրամասնեմ։ Կուսակցության քաղաքական ղեկավարը մարդկանց անմեղության կանխաբարկածը շատ հաճախ խախտում։ Թալանչի, մարտասպաններ անվանում մարդկանց, որոնց վերաբերյալ օրինական դատական որոշում։ Ես կարծում եմ, որ նախ վարչապետը բազմիցս ինքը անմեղության կանխաբարկածի կարևորության մասին խոսել է եւ ես ընտրողաբար չէի մեջբերի իր խոսքերը, բայց քաղաքական հայտարարություններ, քաղաքական պաշտոնյաները միմյանց մասով ես մտածում եմ մենակ ներսն է այսքան բարձր լսվում, որ խնդրեմ կարող ասեք փակեն խանգարում է ձայները, բանը քաղաքական պաշտոնյաները հաճախ իրար վերաբերյալ քաղաքական սուր հայտարարություններ են անում, բայց մենք այս դեպքում քաղաքական անձանց մասին չենք ես կարծում եմ, որ դա էլ կարա տեղավորվի սուր քաղաքական հայտարարության մեջ, առավել ևս էլի եմ ասում, դա ընդհանուր առմամբ քաղաքական խոսույթն է եւ քաղաքական գործիչները իրար մասին նման բան հնչեցնում են, մի վարքյան ես ավարտեմ, էլի Հիմա ձեր գործընկերն էլ ասեց, ինչ են կոռուպցիոն դեպքերը շատացել, այն պայմաններում, երբ որ չկա դատավճիռ, ուրեմն ինքն էլ խախտեց, ու դուք էլ եք ուրեմն ամեն օր խախտում, ոչ միայն քաղաքական գործիչները, եթե դա խախտում է, բայց մի վարքյան, դուք ենթադրաբար բառը չեք օգտագործել, ձեր գործընկերը չօգտագործեց, բայց թողեք ավարտեմ։ Տվյալ դեպքում խոսում ենք աշխատակազմի աշխատակիցների մասին, որոնք քաղաքական պաշտոն չեն զբաղեցնում, հետևաբար այն խոսույթը, որ իմ կարծիքով միգուցե տեղին է, միգուցե տեղին չի, բայց առնվազն դա քաղաքական խոսույթի տիրույթում է, իրենց դեպքում ինձ թվում է այդքան էլ պատեհ չի այդ տրամաբանությամբ մոտենել հարցին։ Գրիգորյան, Տիգրան Ավինյանը վախենում է լրագրողներից։ Տիգրան Ավինյանը չէ, լրագրողներից չի վախենում։ Բայց այս ապակին, ժողովրդավարության բաստիոնը մի քիչ իրար չեն հակասում։ Մի հատ բան հարցնեմ, էլի այսքան ժամանակ դուք նման խնդիր ունեք, որ ազգային ժողովում է, չէ՞, ոնց որ այդ օթյակում, որտեղ դուք աշխատում եք, էլի ապակի կա։ Հայ, ինչի է այնտեղ նորմալ, ստեղ աննորմալ։ Չէ, mən ուզում եմ հասկանամ, ինչ տարբերություն։ Այսինքն նա որ չէ, ինչ չէ, տեսեք, նախ ես ուզում ասացել անհրաժեշտությունը։ Տեսեք, նախ ես առնվազն ես կարամ իմ մոտեցումը ասեմ, բայց ընդգծում եմ, սա իմ մոտեցումն է, ես նման որոշում չեմ կայացրել, բայց անկեղծ ասած այդ որոշման մեջ ոչ մի զարհուրելի բան չեմ տեսնում։ Նախ վերադառնամ, ինձ թվում է, որ այն ինչ որ ի սկզբանե է, ազգային ժողովում միշտ եղել է դա ու բոլորը նորմալ են վերաբերվել, երբեք դա որպես մամուլի ազատության սահմանափակում չի դիտարկվել, բայց դա նորամուծություն է, հիմա մեր մոտ նոր է դրվել, որ ի սկզբանե դրվածներ, ինձ թվում է դա խոսալու առարկա չէ լինելու։ Մի վարքան, Ժորժ ջան, եկեք մի հատ բան պայմանավորվենք, էլի, ես ավարտեմ, դուք կարձագանքեք, այսքան ժամանակ չի եղել, չէ՞, արձագանքեք, տենց բանի տեղ չդնեմ, եկեք հարգալից շփվենք։ Հասկացա, այս հարցը հասկացել եմ հիմա։ Կոնկրետ այս դեպքում ես օրինակ նկատել եմ, որ երբ որ անցած անգամ ավականու անդամների միջև հրմշտոց սկսվեց, եթե չեմ սխալվում, ավականու անդամներից մեկն էր, որ այդ հատվածով անցում կատարեց դեպի, ոնց որ ոչ թե դռնով, այլ այդ հատվածով անցում կատարեց, դա մեկ, երկրորդը եթերը լուսաբան չի եղել, այս բան Արփի ջան, կարող է սխալ եմ հիշում, շատ բարի, հարցազրույց ընդեղ, չգիտեմ, ես տենց բան եմ հիշում, կարող է սխալ եմ հիշում, կարող է ավականու անդամ չէր։ Հա, հիմա հաջորդը Ժողովուրդ ջան, հիմա տեսեք, նիստը տեսաձայնագրվում է եւ քաղաքապետը ինչ-որ պահի կարող է որոշում կայացնել, որ նիստը պետք է այլևս չտեսաձայնագրվի, չպետք է հեռարձակվի, որովհետեւ հեռարձակման իմաստը, եկեք բովանդակային նայենք, ես հասկանում եմ, որ կարող է ձեր նյութերի դիտելիության առումով դա հետաքրքիր է, կարող է որոշ քաղաքացիների հետաքրքիր է, թե ոնց են մարդիկ իրար հետ վիճվում, բայց այս նիստերի հեռարձակման իմաստը այն է, որ քաղաքացիները իրազեկված լինեն նրա մասին, թե ինչ է քննարկվում
ավականում, ինչ որոշումներ են կայացվում, ինչ տեսակետներ կան բովանդակային։ Այս նիստերը չեն հեռարձակվում նրա համար, որ մեր ժողովուրդը տեսնի, թե ոնց են տարբեր ավականիները, ըստ իս մի վարքան Ժորժ ջան, չընդհատելու պայման է, էլի։ Ինչպես են որոշ ավականիներ, իմ կարծիքով ավականու համար ոչ վայել վարքագիծ դրսևորում։ Հետևաբար, երբ որ եթերը դադարեցվում է, եթերը պետք է դադարեցվի, ոչ թե մի հատ լինի քաղաքապետարանի եթեր եւ եւս 12 ձեր եթեր, օրինակ պայմանական թիվ եմ ասում, եւ մեկը դադարեցվի, մյուս 12-ը չդադարեցվի, այլ դադարեցվի բոլորը։ Եվ կարծում եմ նաեւ այդ նպատակով արվել, որպեսզի նաեւ վարակույրը կարողանան Չէ, ժողովրդական իրավունքը, պարոն Գրիգորյան, տեղեկացված լինելու իրավունքը, այսինքն եթե ավականու անդամները որոշել են միմյանց ծեծել ավականու դահլիճում, քաղաքապետը որոշում է ուղիղ հեռարձակումը անջատել, բայց չի որոշում, որ քաղաքացին պիտի տեղյակ չլինի իր ընտրած ավականու անդամը ինչ է անում։ Կամ օրինակ նույն Նորքի թաղապետարանի դեպքը, եթե ուղիղ հեռարձակում չլիներ, լրատվականները ներկայացված չլինեին, երևի այդպես էլ հանրությունը չի իմանար ինչ է տեղի ունենում կամ ինչ արեց Նորքի թաղապետը։ Ներողություն եմ խնդրում, բայց կոնկրետ այդ դեպքով հանրությունը այդ դեպքի մասնակիցներից մեկից հանրայնորեն իմացել է մի հեռախոսային խոսակցության մասին, որը հանրային չէր։ Ես հիմա չեմ մեկնաբանում այդ խոսակցությունը, բովանդակությունը պատեհ չէր, բայց առնվազն այն ինչ որ եղել էր վարչական շրջանի ղեկավարի եւ կոնկրետ Արթուր Չախոյանի մասնավոր խոսակցությունը, ինքը դա հանրայնացրեց։ Հետևաբար այն որ այդ պահին եթերը անջատվի, բայց ներսում հրմշտոց լինի, այնպես չի որ հանրությունը դրա մասին չի իմանալու, որովհետեւ այդ ներողություն եմ խնդրում, որովհետեւ այդ ավականու անդամները ինչ որ պահի այդ դահլիճից դուրս են գալու, չեն մնալու այնտեղ եւ մեծ սիրով վստահ եմ ձեզ եւ մյուս գործընկերներին պատմելու են, թե ինչ ինչպես օրինակ լինում է ազգային ժողովի դաշտ, այսինքն նշանակում է, որ մամուլի աշխատողների աշխատանքն է խոչընդոտ։ Շատ բարի, ես չեմ համարում դա խոչընդոտում, ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ մեր երկրում եւ դրա մասին ի դեպ ազգային ժողովի նախագահն էլ իր վերջին հարցազրույցներից մեկում խոսեց, որ ընդհանուր համապետական ազգային ժողովի եւ կոնկրետ դեպքում ոնց որ այսօր գործընկերներից մեկ ասեց քաղաքային պարլամենտի ընդհանուր մարտիկ հիմա վրթովված են եւ այս նիստերը շատ մարդկանց մոտ նայելու ցանկությունը բացակայում է Ժողովուրդ ջան եկեք ճիշտը խոսանք էլի այսինքն ոչ մեկին մեզ այնտեղ նստած ես երբ որ նստած այնտեղ նայում եմ ինձ տհաճ է եւ ես պատկերացնում եմ որ հաստատ ձեր եթերը նայող քաղաքացիներին մեր եթերը նայող քաղաքացիներին ներողություն եմ խնդրում հաճելի չի հետևաբար մեր ասածը այն է որ մենք տեսնում ենք որ մեր հերարցակումը նրա մասին է որ քաղաքացիներին պետքա բովանդակություն մատուցվի բովանդակային քննարկումներ, քաղաքային որոշումներ, ոչ թե ծեծ կրտուկ, ոչ թե ղալմաղալ, ոչ թե ներողություն եմ խնդրում շուկայի մակարդակի բազար։ Եթե դուք դա ուզում եք լուսաբանեք, խնդրեմ, լուսաբանեք, բայց ոչ կապված քաղաքապետարանի այս դահլիճի հատվածի հետ։ Լուսաբանեք ստեղ, ասուլիս արեք, ճեպազրույց արեք, հրավիրեք հարցազրույցների եւ այլ, բայց մենք ուզում ենք մեր միանշանակ դիրքորոշումը մեր քաղաքացիներին པարզ լինի, որ Ժողովուրդ ջան, մենք կողմ չենք այս բովանդակությանը, ներողություն Շատ բարի, Ժողովուրդ ջան, ես հիմա պետքա երկար դետալների մեջ, ոչ, ես չեմ ասում մենք կռիվանենք, ես ասում եմ, որ ցավոք սրտի, նորից եմ ասում, այսինքն դուք կարծում եք, որ մենք վերահսկում ենք ընդդիմության վարքագիծը, մենք որ դուք մեզնից պահանջում եք, որպեսզի կռիվ չլինի, հիմա ես ստիպված պետքա ասեմ, որ այդ կռիվները ըստ իս հրահրվում են ընդդիմության կողմից եւ այլ, մենք բովանդակային քննարկմանը հակված ենք, լավ, մենք հիմա լավ, դուք ավարտեք ես ասեմ Շատ բարի։ Ես հարց եմ տալիս։ Չէ, բանավեճի է վերացում։ Չի ցանկանում տեսնել։ Վստահ եմ, որ չի ցանկանում։ Ոչ մեկին էլ դա հաճելը լինում են հենց ձեզ հետ, ԿՊ-ի հետ են բոլոր վեճերը։ Ես չեմ կարողանում զուգահեռ որովհետև հանրությունը պետք է տեսնի, թե ինչպես իշխանություն եւ ընդդիմություն ունի, որոնք բովանդակային հարցերը թողած կարող են ազատություն տալ լեզուներին, բռունցքներին եւ մարմնի այլ մասերի։ Հետեւաբար հիմա դուք ասում եք, որ մամուլը դա չլուսաբանի ինչի համար։ Մի արեք չլուսաբանի, լավ։ Չէ, ես նորից եմ ասում, այն ինչ որ մեր քաղաքական վարքագծում մենք տեսնում ենք ինչ որ ռեֆլեքսիայի հիմք եւ ոչ պատշաճ ենք համարում մեր որոշ գործողություններ, երեք գործընկերներից մեկը ավականու նիստում Նորքի թաղապետարանի հայտնի դեպքով իր գործողությունը կատարեց եւ ինձ թվում է այդքանով կարելի է թեման փակված համարել։ Բայց երբ որ դուք ասում եք, որ ամբողջ պատասխանատվությունը ինչ որ կատարվում է ավականու նիստերի դահլիճում իշխանության վրա, արդար չեք,
որովհետև մենք հակված ենք կառուցողական քննարկմանը, մենք հակված ենք կառուցողական քննարկմանը, բայց կներեք, երբ որ օրինակ Տիկին Փոստանջյանը իրան թույլ է տալիս կանգնի տեղից գոռա, զուգահեռ քաղաքապետին խոսա, մենք հիմա որ այդ մարդուն դուրս հրավիրենք կամ իր նկատմամբ ինչ-որ բիրտուշ կիրառվի, կասեն ընդդիմությանը ճնշում են։ Ասում ես մի խոսացեք, դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, ներողություն եմ խնդրում, դա քաղաքական ելույթ չի, դա քննադատություն չի, դա ուղղակի տարական դաստիարակության կանոնների չպահպանում է, երբ որ մարդը քո հերթը չի խոսալու, կանգնում գոռում է, լայվ է մտնում, իր նիստին զուգահեռ իր սեփական նիստն է վարում, մենք դա չենք կարող վերահսկենք, մենք դրա համար ասում ենք ժողովուրդ ջան, մենք հակված ենք կառուցողական քննարկման, այսօր քաղաքապետը ասում է ժողովուրդ ջան, թեման աղբանության արտոնություններն է, եկեք դա քննարկենք, մեկը ներողություն եմ, ես օրինակ բերեցի, ես ուղիղ բերեցի, չէ, որտեվ ասվեց, որ դե այնպես արեք, որ դա տեղի չունենա, ես անկեղծ ասում եմ, իշխանությունը միայնակով, ոչ գործադիր իշխանությունը, ոչ ԿՊ խմբակցությունը, ոչ հանրապետություն խմբակցությունը չի կարող վերահսկի, որ օրինակ Մայր Հայաստան խմբակցությունը, ելով ունենք, ազգային առաջընթաց խմբակցությունը, հանրային ձայնի գործընկերները ինչ վարքագիծ դրսևորեն, որտեվ այդտեղ բոլորը ավականու անդամներ են, հանրապետությունը ասեցի ԿՊ-ն, հանրապետությունը, ազգային առաջընթացը ասեցի այնա ձեր գործընկերն է գլխով հանում։ Այնտեղ պատ է եղել, որը քանդվել է Մարությանի իշխանության օրոք, Ում իշխանության օրոք։ Մարությանի քաղաքապետության հա, շատ բանի։ Եվ լրագրողներին օրենքով ամրագրվել է այդպես փոխանցեցին այն նախասրահի հատվածը, որտեղ իրենք աշխատանքներ Շատ բանի, դուք այդ նախասրահում եք, այսօր մի քիչ ձեր իրավունքները ոնց որ այլ կերպ է խախտվել, որ մեր աշխատակազմի որոշ աշխատակիցներ տենց դալիճում տեղ չունելու ձեր հետ են նստում։ Տեսել են ձեր Հիման փոստը։ վրա նաև իրավապահ Շատ համակարգն բարի։ է գործ հարուցում, քրեական գործեր են դրանց հիման վրա լինում։ Հիմա օրինակ դուք դրանով նաև խոչընդոտում եք իրավապահ համակարգի աշխատանքը։ Ինչով եք։ Դուք ներողություն եմ խնդրում, մի վարքյան, ներողություն։ Դուք ասացիք, Ժորժ ջան, դուք ձեզ հակասում եք։ Դուք ասացիք, որ անկախ ամեն ինչից, հենց նույն ավականու անդամները իրենք ամեն դեպքում ներսում ինչա կատարվում, տեսանկարահանում են, չէ՞, այսինքն փաստ է, որ դուք չտեսանկարահանեք, մեկը այդ տեսանյութերը ներողություն, դուք չեն։ Ես գիտեմ, ես ասում եմ, հա, ես էլ Երևանի քաղաքապետի տեղակալ եմ։ Չէ, գործառույթը չեմ, ասում եք տեսանյութ եք խոչընդոտում, այսինքն պայմանական ինչ եք ասում, մարդիկ իրար այնտեղ կծեծեն, հանցագործություն տեղի կունենա, իրավապահները չեն իմանա, որտեղ մենք չենք նկարում, ասում եմ, չէ, իրավապահները եթե նման բան կլինի, կիմանան, որովհետև ավականու մյուս անդամներն են նկարում, այստեղ շատ մեծ տարբերություն կա։ Մենք, էլի եմ ասում, մեր դիրքորոշումը արտահայտում ենք եւ ցույց ենք տալի, որ ժողովուրդ ջան, գործող իշխանությունը, այն ինչ որ դուք տեսնում եք այս կադրերում, մեր սրտով էլ չի եւ մենք չենք կարծում, որ այս է այն բովանդակությունը, որը ձեզ պետքա մատուցվի եւ այն ինչ որ կախված է մեր մատուցման տեղեկատվական հոսքերից, մենք դրա կառավարում ենք եւ այնպես ենք անում, որ առնվազն մեր մասով ձեզ այդ տեղեկությունը հասու չլինի, ներողություն, դա ձեր որակումն է, որի իրավունքը ունեք, բայց եթե ավականու անդամը ընդդիմադիր համարում է, որ էտա այն նյութը, որը պետքա մեր հանրությունը ստանա, թող հանի իր լայվով նկարի, թող մարդիկ դա տեսնեն։ Եթե դա ինքը համարում է, որ դա այդ նյութն է, դա իր որոշումն է, մերը չի։ Տալ 3 ամիսներ անց ըստ էության քաղաքային իշխանությունները առաջին անգամ խոստովանեցին, որ ավտոբուսների ուղևորցի թեր հավաքագրում կա։ Նախ ինչով եք պայմանավորվում 20-ից 30% ըստ քաղաքապետ Ավինյանի թեր հավաքագրումները, որն է սրա պատճառը ըստ ձեզ, եւ երկրորդ դուք նախագիծ եք ներկայացրել, որը կարծես տեղում դոփում է, չընդունվեց ազգային ժողովում, չքննարկվեց, որ փուլում է այժմ։ Շատ բարի, նախ ես կարծում եմ, որ այն պահից սկսած, երբ ավականու, ներողություն եմ խնդրում, գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ շաբաթական կտրվածքով երբեմն եթե օրինակ ներողություն եմ խնդրում, նիստ չի լինում օրինակ քաղաքապետի բացակայության պատճառով երկշաբաթյա կտրվածքով, երբ որ այդ թվերը զեկուցվում են, իսկ դա սկսել է մինչև այդ բոյկոտային գործողությունները, հա, դեռ անցած տարի եւ շարունակվել է զեկուցվել։ Ինձ թվում է այդ պայմաններում արդար չի ասել, որ մենք ինչ-որ բան փորձել ենք թաքցնել կամ նոր ենք խոստովանել եւ ըստ էության երբ որ դու թվերը անընդհատ հրապարակում ես, ի սկզբանե հնարավոր էր այդ թվերը համադրելով, որ պարզ դառնար, որ կան թեր հավաքագրումներ, ներողություն եմ խնդրում։
Սխալվում եք, ուշադիր չեք հետևել, էլի եմ ասում, այն թիվը, որ ինչքան է հասույթը գնալով ավելանում եւ այլ, անցած տարվանից գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ զեկուցվում է, ինչ որ բայ չէր զեկուցվում, դա սկսել է զեկուցվել եւ երբեք չի դադարել զեկուցվել։ Իհարկե մենք պարզ հասկացել ենք, որ հնարավոր է թվերը համադրել եւ ֆիքսել, որ կա թեր հավաքագրում։ Ինչի պատճառով է թեր հավաքագրումը, թեր հավաքագրումը նրա պատճառով է նաեւ, որ մեր գործընկերները որոշ ժամանակ հորդորեցին ինչ որ քանակի մարդիկ ինչ որ քաղաքական տրամաբանությամբ սկսեցին չվճարել եւ հետո կարծում եմ այդ գործընթացը կարող ենք բոլորս արձանագրել, որ դադարել է որպես քաղաքական գործընթաց, այն ինչ որ ունենք մենք հիմա, դա ուղղակի անպատասխանատվություն է, դա ուղղակի առիթից օգտվել է, կներեք այս արտահայտության համար, որ մարդիկ գիտեն, որ դեռևս արկա չի որևիցե պատժողական վարչական իրավախախտման տեսանկյունից իհարկե մեխանիզմ եւ կներեք այս արտահայտության համար առիթից օգտվում են չեն վճարում, որն է մեր գործողությունը եւ վերաբերմունքը այդ մասով, ինչպես դուք ճիշտ նշեցիք, համապատասխան օրենսդրական նախագիծ է մշակվել, որը ազգային ժողովում տեղում չի դոփում, հենց անցած շաբաթ մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում ազգային ժողովի գործընկերների հետ, որոնք որոշ հիմնավոր դիտարկումներ են անում, որոշ դիտարկումներ, որոնց հետ մենք համաձայն չենք, այսինքն այդ նախագիծը, ինչպես եւ բոլոր ազգային ժողովի նախագծերը, պատշաճ քննարկվում է եւ կարծում եմ, որ բոլոր մտահոգությունների փարատումից հետո կընդունվի վերջ ազգային ժողովի կողմից եւ այն քաղաքացիները, որոնք դրսևորում են այս դեպքում անպատշաճ վարքագիծ եւ իրենց են վնասում առաջի հերթին, որտեղ այդ իրենց վարքագծի արդյունքում, այդ թեր հավաքագրումների արդյունքում քաղաքապետարանը օրինակ չի կարողանում նոր տրոլեյբուսներ, նոր ավտոբուսներ ձեռք բերել, որ հենց այդ նույն քաղաքացիները ավելի կարճ կանգառում սպասեն։ Մենք ուրեմն եթե այտենց այս գիտակցության մակարդակը չի աշխատում, իրենց դեպքում կաշխատի տուգանքին մեխանիզմը։ Նախագիծը ուրեմն բավականին փոփոխվել է կառավարությունում Կարակ ցածրացնեք մեկ շնորհակալ։ Հա, չէ, ես որ անգամ ես եմ ինձ ընդհատում, մեկը տհաճ է։ Ուրեմն մենք քննարկում ենք ազգային ժողովում փոփոխությունների մասով չեմ բացառում բնականաբար, որ կարող են լինել փոփոխություններ, որ ասեմ, այս պահին ֆիքսել ենք, որ ինչ որ բան պետք է փոփոխվի, նման արձանագրում դեռ չկա։ Թղթային քարները դուրս են գալու, միայն էլեկտրոնային է մնում։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք, որովհետև թղթային QR նախ ինձ թվում է, որ որևէ տեսանկյունից ինքը մասսայական իր օգտագործումը լավ չի։ Ինչու՞։ Թղթի սպառման տեսանկյունից լավ չի, այն որ այդքան ծավալով օգտագործվում է օբյեկտիվորեն, ինչքան էլ մեր գործընկերը աշխատի, ինչ որ պայի, ինչ որտեղ թուղթը վերջանում է, նաև ունենում ենք խնդիրներ, որ տպագրությունը տոմսի QR կոդի ոչ այնքան լավ է տեղի ունենում, այսինքն իրականում այդ մեկ անգամյա թղթային տոմսերը պետք է լինեն բացառություն, ոչ թե կանոն, եւ մենք գործողություններ կատարելու ենք եւ կատարում ենք այն ուղղությամբ, որպեսզի մարդիկ ասեն այլընտրանքային վճարման միջոցներին, այն է տրանսպորտային քարտին, բանկային քարտին, այդ տատիկ պապիկների մասով, բայց ամեն դեպքում կարծում եմ տատիկ պապիկներ էլ կլինեն, չեմ ավարտել։ Տատիկ պապիկներ կլինեն, որոնք նաև հնարավորություն կունենան բջջային հավելվածով օգտվել։ Տիգրան Տեր-Մարգարյանը ինչպես եղավ ձեզ կրտուքից 20 օր անց միայն հրաժարական տվեց։ Դուք ինչ քննարկումներ Թեմայից ես կարծում եմ, որ պարոն Տեր-Մարգարյանը ես էլ եմ լսել, որ երեք այդ նույն հարցը տվեցիք, ինքը իր պատասխանը տվեց։ Ես անկեղծ ասեմ, եւս մի հղում կատարեմ դեռևս 19 թվականից հանրային պաշտոններում իմ սկզբունքի։ Եթե այն մարդը, ով որ ինչ որ բան է ասել կամ ինչ որ գործողություն է կատարել, չգիտեմ, ձեզ հասանելի է, տեղում է, դուք հնարավորություն եք ունեցել իր գործողությունների մեկնաբանությունը իրենից ստանաք, ես մի քիչ տարօրինակ եմ համարում, ես հիմա իր գործողությունները մեկնաբանեմ։ Եվ ես անկեղծ ասեմ, Արփի ջան, ես անկեղծ ասեմ, նայեք, տեսեք, ես իմ մոտ բացարձակապես զարմանք չի հարուցել են հանգամանքը, որ այդ դեպքից հետո ակտիվորեն այդ դեպքը քննարկվել է։ Դուք ուզեցել եք մեկնաբանություններ, որոշ դեպքերում ստացել եք, որոշ դեպքերում չեք ստացել, ես դրան նորմալ եմ վերաբերվել, որտեղ ինչ որ իրադարձություն է, իհարկե ոչ ցանկալի եւ շատ բնական է, որ դուք դա լուսաբանում եք, հարց եք տալի, բայց ինձ թվում է իր երեկվա հայտարարությունից հետո օբյեկտիվորեն թեման փակված է։
բովանդակային էլ այդտեղ քննարկելու բան չկա, մարդը գործողություն է կատարել, իր գործողության հետ կապված կայացրել է որոշում, ներկայացրել է հրաժարականի դիմում։ Շարունակելը դա քննարկելը իմ կարծիքով տենց ինչ-որ հետաքրքիր թեժ թեման արհեստականորեն տակ պահելու ցանկությունը։ Դուք այստեղ նշեցիք, որ մենք ամեն ինչ անում ենք, Թե չէ, սա հարցերը մինչև հիմա հենց օրակարգի մեջ են։ հարությունը խուսափի, հա, կանատես լինելու այսպես վեճերից, հայհոյանքներից, բայց դուք ամեն դեպքում ՔՊ անդամ եք կուսակցության, ձեզ մեկ հարց։ Օրինակ դուք ինչպես եք վերաբերվում, որ արդեն քանի օր է վարչապետի տիկինի իր էջում այսպես կիսում է գրառումներ ու վիրավորական արտահայտությունները արձագանքում է մարդկանց։ Ես ցանոթ չեմ գրառում, ես չեմ տեսել։ Հա, Ինչին է անվանում քաղաքացիներին էշ, տխմար։ Ընդդիմադիրներին է վիրավորում, շմեջ բերեն կերպարը։ Ժորժան, նորից եմ ասում, ինձ թվում է ընդհանուր առմամբ վիրավորանքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք բազմիցս արտահայտել ենք վիրավորանքի ատելության խոսքի եւ իդեպ այսպես ասեմ մենք այդ դիրքորոշումը արտահայտել ենք ոչ թե միայն խոսքերով, այլ նաև օրինակ ատելության խոսքը քրեականացնող կոնկրետ հոդվածներ են ընդունվել մի վարքյան, չէ, ես հիմա որակում չեմ տալիս պարոն վարչապետի եւ Տիկին Հակոբյանի խոսքին։ Ես ձեզ էլի վերադառնում ենք մեր ասուլիսի սկզբին, որ քաղաքական բանավեճը, քաղաքական հայտարարությունները միանց նկատմամբ, եկեք նաև ճիշտ ընդունենք ինչքան նաև ընտրությունների շրջանը մոտենում է դա բազմաթիվ զեկույցներում եւ ոչ քաղաքական գործիչներից կարող եք կարդալ, դա քաղաքականության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ինչքան ավելի մոտենում են ընտրությունները, այդքան խոսույթը թեժանում է։ Հետո ընտրություններից հետո որոշակի մեղմում է, հետո մյուս ընտրություններին ընդառաջ էլի թեժանում է։ Ես դա այսպես ասեմ, դա կլինենք մենք, կլինեն մեր ընդդիմախոսները, թե 30-100 տարի հետո կլինեն լրիվ այլ գործիչներ, այդ օրինաչափությունը իմ կարծիքով չի փոխվելու։ Ես կոնկրետ ձեր ասած գրառումներին անկեղծ ասած բովանդակային ծանոթ չեմ, դե իմը ծանոթ չեմ, ժողովուրդ, իմը ծանոթ չեմ, ինչ անեմ։ Չեմ մտնում եմ, բայց ծանոթ չեմ տեսել։ Եթե 20-ից 30% թերհավաքագրում ունենք, միջև թանկացումները, եթե համեմատենք շրջանի հետ, այսինքն այսպես չոր հաշվարկով կարող ենք ասել, որ մարդկանց չենք, էլի, այս սենսը այդ ուղակի գուշակություն է։ Ասեք, լավ։ Մոտավորապես կեսը, այսինքն չի վճարում։ 30%-ը ոնց է կեսը, այդ եմ ուզում հասկանալ։ Ասում ենք 30% թերհավաքագրում գումարի առումով։ Հաշվի առնելով որ ենթակա նախ մինչև 30%-ի մասին, հա, ոչ թե անվերջ 30-ի, եւ երբ որ ասում է 30%, ասում է որ ով որ պետք է վճարեր, 30%-ը չի վճարում։ Այդ դա անգամ 1/3-ը չի, չէ, դա անգամ 1/3-ը չի, որ մնաց կեսը։ Ուզում եմ հասկանալ գումարը 30% պակասա թերհավաքագրում, թե վճարման այդ նույնն է, որովհետեւ եթե վճար թանկացել է տրանսպորտը, նույնը չի։ Ինչքանով է թանկացել տրանսպորտը։ Դրամ էին վճարում, հիմա 30% պակաս գումար է հավաքում, դա նշանակում է պակաս չի 30% չվճարումներ ենք ասել, այսինքն վճարման ենթակա դեպքերը 10 են, ասենք 30% այդ 10-ից չի վճարում, վճարում է 7-ը, 3-ը չի վճարում։ Այո։ Գրիգորյան, մտավախություն ունեիք, Իդեպ մի բան էլ ասեմ, չնայած դրան, բնականաբար հավաքագրումները ավելի շատ են, քան 100 դրամի ժամանակ վճարումները, էդ էլ ասեմ, բայց եւ մեր ծախսերն են ավելի շատ, որովհետեւ մենք այս տարվա հունվարից գիտեք, որ գիծ են դուրս եկել նոր 171 ավտոբուսներ։ Այդ հաշվարկը անկեղծ չէ, նախ տեսախցիկների միջոցով էլ մեր աշխատակիցների դիտարկումով էլ վալիդատորների վճարումների հետ համադրությամբ էլ, այսինքն տարբեր մեթոդներով, բայց ամեն դեպքում էլի եմ ասում, այստեղ ստվեր չի, որտեղ ստվերը երևի ավելի պատշաճ է ասել, երբ ինչ-որ շրջանառություն կա, որը պետք է հոսի բյուջե, բայց բյուջե չի հոսում, այս տիպի հաշվարկները իրանք միշտ մի քիչ անշնորհակալ գործ է, որտեղ շատ ճշգրիտ իրան հաշվարկել հնարավոր չի։ Տարբեր գնահատումների ժամանակ տարբեր թվեր ենք ստացել, բայց քանի որ մոտավորապես պլյուս-մինուս 30%-ից կամ դրանից ցածր սահմանում ա եղել, դրա համար ասում ենք մինչև 30%։ Կարելի է երևի այդպես ասել, առնվազն այս եղած հաշվարկների հիման վրա ավելի ճշգրիտ վերլուծության գալ հնարավոր չէ։ Գրիգորյան մտավախություն ուներ Տիգրան Ավինյանը, որ եթե ինքը պաշտոնան կանի Տիգրան Տեր-Մարգարյանին, ապա հանրապետություն ԿՊ կոալիցիան կխզվի, քանի որ ինքը անցյալ տարի երբ քաղաքապետարան միջադեպ էր եղել։ Այդ որ ասում եք պարոն Ավինյանը նման մտահոգություն ա ունեցել, այդ ձեր դատողության հիմքը մի հատ խնդրում եմ նշեք։ Չէ, պնդեցիք, հարց, լավ, հարցնում եք։ Վերջին
երբ քաղաքապետարանում միջադեպ եղավ թաղապետերի մասնակցությամբ, Տիգրան Ավինյանն ասաց. հատուկ նախազգուշացնում եմ, հետագայում որևէ նման արարք չի ներվելու, բայց փաստորեն, քանի որ ինքը չազատեց Տիգրան Տեր-Մարգարյանին, ստացվում է, որ ներեց եւ իր խոստմանը տեր չեղավ Ես կարծում եմ, որ երբ որ այսպես ասեմ, էլի, տեսեք, եթե դուք պատասխանատվության միջոցը պատկերացնում եք, որ մենակ անձը պետք է իր պաշտոնից ազատվի, այդ տրամաբանության մեջ միգուցե ճիշտ եք ասում, բայց ես օրինակ այդպես չեմ պատկերացնում, ես իմ օրինակով ասեմ։ Ասենք, երբ որ քաղաքապետը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ուղիղ եթերում քո որպես իր ենթակայի, որից է վարքագծի մասով բացասական արտահայտվում կամ ոչ պատշաճ է համարում այդ վարքագիծը, ես իմ օրինակով ասեմ, ինձ թվում է կարող է դեպք լինի, որ ես նախընտրեմ ինձ ինքը աշխատանքից ազատի, քան ասենք հրապարակավ իմ գործողություններին նման որակում տա։ Եթե դա որպես պատասխանատվություն նայենք, դեպք կարա լինի, անկեղծ եմ ասում, որ դա իմ համար ավելի մեծ պատասխանատվության ես համարեմ, քան եթե ինձ աշխատանքից ինքը ուղղակի իր որոշմամբ ազատեր։ Իսկ ինքը այդ գործողությունների մասով շատ հստակ իր դիրքորոշումը գործակարգավարական խորհրդակցությանը արտահայտել է, միևնույն ժամանակ այո ասել է, որ դատավորի դեր չի ստանձնելու, որովհետև քրեական գործ արեցված, ինչից հետո պարոն Տեր-Մարգարյանը որոշում է կայացրել, որը ես կարծում եմ, որ ճիշտ որոշում է կայացրել։